Օգոստոսի 8-ից հետո Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն պահանջող հատկապես Սյունիքում Թրամփի ուղու վերաբերյալ է, ինչպիսի գործուն քայլեր կան այս պահին եւ ունենք մոտավորապես ճանապարհային քարտեզ եւ ժամանակացույցեր։ Մի կողմից ես հիմա ձեզ հարց եմ ուղղում Թրամփի ուղու վերաբերյալ, որը էական ազդեցություն կունենա խաղաղության, երկարատև խաղաղության իմաստով, բայց մյուս կողմից իմ համար անհասկանալի է եւ կուզենամ ձեր մեկնաբանությունները լսել օրերս Ադրբեջանի արտգործնախարարի մի քանի հայտարարություններ, որոնք իմ կարծիքով արվել են Հայաստանում ներքաղաքական որոշակի խոսակցություններ զարգացնելու նպատակով եւ կուզենայի ձեր կարծիքը լսել այնուամենայնիվ ինչ նպատակ է դա հետապնդում, գուցե Հայաստանում մոտենում է ընտրություններ դրա հետ է կապված։ Ես ինքս տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ, որովհետև գետնի վրա ունենք խաղաղություն, ես լինելով Սյունիքում ուղիղ առնչվում եմ այդ խաղաղության հետ։ Մյուս կողմից նման հայտարարությունները կարծում եմ տրամաբանությունից դուրս են եւ կուզենամ ձեր մեկնաբանությունները լսել։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի համար։ Ես տեսա, որ սոցիալական ցանցերում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ Տրամփի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, եւ դրա շուրջ կար շատ մեծ եւ ծավալուն քննարկում ամենատարբեր մեկնաբանություններով, բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները։ Այն, ինչի տակ դրված է Ադրբեջանի, իհարկե նաեւ Հայաստանի ղեկավարի ստորագրությունը։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը հիմա այս պահին Հայաստանը բան անենք հիմա մի պահ մոռանանք, Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները, որոնք են տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այսինքն ես հիմա իմ ասածն է, որ Հայաստանում մասնավորապես ազգային ժողովի բացակա հատված ինչ-որ ոգևորվել էր դրանից։ Գրած ստորագրած է, էլի եմ ասում, այդ բանը, այդ տարբեր կողմերից, որ տարբեր կոնսպիրացիաներ, հա, բանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կոնսպիրացիաների բանի մասին են խոսում։ Լսեք, եկեք ասեք։ Եկեք դիմացս կանգնեք, ասեք, տեսեք ինչ կլինի։ Այսինքն այս բանը, որ կոնսպիրացիայի մասին խոսակ, թողել փախնել, թողել չգալ։ Էս էլ է, նրանք բանավեճից հրաժարվել էին, քիչի հիմա էլ բան սենց հերթով հրաժարվում են։ Էսա միջև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանախ, քերրի, բոլորը, ով տենաս են ճանապարհ փոխելու, որ հանկարծ բանավեճի մեջ չմտնի։ Հիմա Տրամփի ուղու մասին, ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Մինչև տարվա վերջ մենք, այսպես ասած, թղթի վրա պետքա նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետքա սկսեն շինարարական աշխատանքները։ Էսա պլանը, բայց ես ընդ որում սա նորություն չի, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, այսօր էլ չէի ուզում ասեի։ Ինչի, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Հիմա ընդհակառակը, չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց տեսեք, ըստ էության լրատվությունը մենք տեսնում ենք, որ նախագահ Տրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արևելքի թեմայի հետ կապ, մի քանի շատ կարևոր առանցքային թեմաների հետ կապված։ Եվ այդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով։
Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Բայց ես էլի ուզում եմ, որովհետև հեսա ժամկետը գալու էլի, հա, համաձայնեցրիք թե չէ։ Եթե հանկարծ մի շաբաթ, երկու շաբաթ ուշանա, էլի նոր աղմուկ առնելու, բայց ես այս գլխից գիտեմ, որ պլանները միշտ մի քիչ շեղում ունենում են, բայց ընդհանուր առմամբ ընկալումը է դա։ Ընդհանուր առմամբ ընկալումը է դա եւ մենք ըստ էության ըմբռնումներ ունենք արդեն ինչ որ արձագանքեք, ես կփորձեմ շարունակել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հետաքրքրությունը իսկապես շատ մեծ է մեր քաղաքացիների մոտ այդ ճանապարհի մասով եւ նամանավանդ, որ հիմա հյուսիս-հարավի շինարարությունը բարձր տեմպերով է, մենք մեր աչքերով ամեն օր տեսնում ենք իրականացվում, տնտեսական միջավայրը ամբողջովին Սյունիքում կփոխվի, հետեւաբար բարբերաբար մենք հետաքրքրվում ենք այդ հարցի շուրջ, դրա համար ես հարց ուղեցի, կարող եք շարունակել, շնորհակալ։ Հիմա տեսեք, ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու։ Երկաթուղին անցնելու խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղը, որտեղ ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չի։ Ես կարող եմ ասել, որ օրինակ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս։ Էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս։ Ընդ որում ես չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրությունները տեղում ենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա հասկանում եք, բազմաթիվ գործոններից է կախված, այսինքն քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է թե որ դե ուզենաս գիծը կքաշես, բայց այնուամենայնիվ տեղանքը բնությունը ուրիշ բան է։ Ավտոճանապարհների հետ կապված գիտեք, հյուսիս-հարավը կառուցվում է եւ մեծ հավանականությամբ մենք ճանապարհները այդ արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք հյուսիս-հարավի ճանապարհներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ել եմ ասում, հասկանում եք, այս ամեն ինչը նույնիսկ տեղատեսության արդյունքը կարող վերջնական չլինի, որտեղ տեղատեսությունից հետո պետք է երկրաբանություն անել եւ այլն, կարող է երկրաբանությունը ցույց տա, որտեղ հոսքեր կան, սողանքներ կան, չգիտեմ, ամենատարբեր բաներ։ Այսինքն ես էլի ուզում եմ ասել, որ քննարկվում է տարբերակներ։ Երկաթուղին հստակ գիտենք, որ գազամուղը էականորեն ավելի հյուսիս առնելու, հստակ գիտենք, որ էլեկտրահաղորդման գծերը էականորեն ավելի հյուսիսարելու, հստակ գիտենք, որ ճանապարհը ինչ որ մի ձևով ինտեգրված առնելու հյուսիս-հարավ, հստակ չգիտենք նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, որովհետև այնտեղ էլ ուրիշ հաշվարկներ կան, ուրիշ ներդրումային հնարավորություն կապված է նավթի միջազգային գներից նաև, որովհետև ինչ որ մի գնային հեռանկար կա, որը ներդրումային հետաքրքրություն մեծացնում է, նվազեցնում է եւ այսպես ինքը կենթանի process է, բայց ես մի բան կարող եմ հաստատ ասել, այդ նախագիծը իրականացվելու է եւ շատ արագ, շատ մեծ տեմպերով եւ այն պայմաններով, ինչ որ Վաշինգտոնի հռչակագրում գրած է։